Ողջույն բոլորին, ինքնուս արծած դասընթացների Facebook-յան էջի ուղիղ եթերում սկսում ենք մեր հերթական դասընթացը եւ այսօր խոսելու ենք դեպրեսիայի կամ մեծ դեպրեսիվ խանգարման մասին։ Իմ անունը Վարդան Համբարձումյանն է, մասնագիտությամբ բժիշկ հետազոտող եմ։ Այսօրվա դասընթացը հետեւյալ կերպ է կազմված։ Նախ կծանոթանանք դեպրեսիայի հետ, կհասկանանք դեպրեսիայի սահմանումները, հիմնական ախտանշանները, որոնք բնութագրում են տվյալ հիվանդությունը, ապա կխոսանք դեպրեսիայի էպիդեմիոլոգիայի մասին, կհասկանանք հիվանդության տարածվածությունը, հետո կքննարկենք այն բոլոր ռիսկի գործոնները, որոնք հաստատված են որպես դեպրեսիայի հիմնական պատճառ, կշեշտենք դեպրեսիայի առանձնահատկությունները ԼԳԲՏՔ-ի անձանց մոտ եւ վերջում խոսանք բուժման ժամանակակից մեթոդների մասին։ Որպեսզի հասկանանք ինչ է դեպրեսիան, նախ պետք է հասկանանք ինչ է իրանից ներկայացնում դեպրեսիվ դրվագը։ Հիվանդությունների միջազգային դասակարգման 11-րդ վերանայման համաձայն դեպրեսիվ էպիզոդը իրանից ներկայացնում է առնվազն 2 շաբաթ տևողությամբ եւ այդ 2 շաբաթվա ընթացքում գրեթե ամեն օր տևող դեպրեսիվ տրամադրությամբ, որը կարող է դրսևորվել տխուր, դատարկ կամ դյուրակրկիր զգացմունքներով եւ կամ տարբեր գործունեության ոլորտերում հաճույքի կամ հետաքրքրության նվազեցում կամ բացակայություն։ Այս երկու ախտանշաններից որևէ մեկի առկայությունը պարտադիր է ու այդ ախտանշանը պետք է ուղեկցվի նաեւ հետևյալ ախտանշաններից առնվազն 4-ով։ Դա ախորժակի կամ քաշի փոփոխություններն են, 1 ամսվա ընթացքում առնվազն 5%, քնի խանգարումները, կերքնքոտության կամ անքնության տեսքով, պսիխոմոտոր գրգռվածությունը, էներգիայի նվազեցումը կամ դրա ամբողջության բացակայումը կամ թուլությունը, անհուսության զգացումը կամ ավելորդ մեղքի զգացումը, մտածելու կամ կենտրոնանալու ունակության նվազեցումը եւ մահվան մասին կամ ինքնասպանության մասին մտքերը։ Նախորդ երկու սիմպտոմներից մեկի առկայությունը եւ այս սիմպտոմներից 4-ի առկայությունը 2 շաբաթ տևողությամբ խոսում է դեպրեսիվ դրվագի կամ դեպրեսիվ էպիզոդի առկայության մասին։ Մի շարք հիվանդություններ կան, որոնք կարող են հանգեցնել դեպրեսիվ դրվագի առաջացմանը։ Մի քանիսը թվարկել եմ այստեղ, սրանք են ամենահաճախ հանդիպող պատճառներն են՝ սակավարյունությունը, պայմանավորված երկաթի, վիտամին B12-ի ֆոլատի անբավարարությամբ, վիտամին D կամ ֆոսֆատի անբավարարությունը, ընդ որում ֆոսֆատի անբավարարությունը առաջացնում է մկանային թուլություն, Ադիսոնի հիվանդությունը, կորտիզոլի անբավարարությունը, շաքարային դիաբետը, քրոնիկական բորբոքային հիվանդությունները, օրինակ միջերկրական ընտանեկան պարբերական հիվանդությունը կամ համակարգային կարմիր գայլախտը, գլյուտենային ինտոլերանտությունը կարող են հանգեցնել դեպրեսիվ էպիզոդի։ Եթե դեպրեսիվ էպիզոդի այս պատճառները հերկվում են կլինիկորեն, ապա կարող ենք հաստատել, որ դեպրեսիայի պատճառը մեծ դեպրեսիվ խանգարումն է կամ դեպրեսիան։ Դեպրեսիվ խանգարումների դասակարգումը ներկայացված է սլայդում, սա հիվանդությունների միջազգային դասակարգման արդեն 11-րդ վերանայման դասակարգումն է եւ դրանք պատկանում են հոգեկան, վարքային կամ նյարդազարգացման խանգարումների խմբին ու դրանցից երկուսը եզակի դրվագով եւ կրկնվող դրվագով ուղեկցվող դեպրեսիաները միասին կազմում են մեծ դեպրեսիվ խանգարումը։ Ըստ ծանրության կարելի է դասակարգել թեթև, միջին կամ ծանր աստիճանի, նաև կարելի է դասակարգել ըստ պսիխոտիկ սիմպտոմների առկայության։ Եթե ուղեկցվում է պսիխոտիկ սիմպտոմներով, օրինակ հալյուցինացիաներով կամ զառանցանքներով, կամ առանց դրա։ Դասակարգումը ներկայացված է ըստ Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի DSM-5-ի։ Էպիդեմիոլոգիան։ Դեպրեսիան բավականին լուրջ հիվանդություն է ներկայում եւ բավականին տարածված։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն, հաշվարկների համաձայն աշխարհում 322 միլիոն մարդ ունի մեծ դեպրեսիվ խանգարում, որը կազմում է երկրի բնակչության 4.4%-ը։
Եթե վերցնենք եվրոպական շրջանում դեպրեսիայի տարածվածությունը 4.39% եւ դա նվազագույնն է եւ հաշվի առնենք Հայաստանում մշտապես բնակվող մարդկանց քանակը, ապա կոպիտ հաշվարկներով Հայաստանի Հանրապետությունում մոտ 126,000 մարդ պետք է ունենա մեծ դեպրեսիվ խանգարում։ Դեռևս 2004 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել էր, հաշվարկել էր, որ մինչև 2030 թվականը դեպրեսիան պետք է լիներ աշխարհում հիվանդացության թիվ 1 պատճառը։ Սակայն բանը չհասավ 2030 թվականին եւ արդեն 2018 թվականին համաշխարհային տնտեսական ֆորումը հոդված հրապարակեց, որտեղ դեպրեսիան համարեց աշխարհում մահացության ու հաշմանդամության թիվ 1 պատճառը։ Այսինքն կարող ենք հստակ արձանագրել, որ ամբողջ աշխարհում դեպրեսիան արդեն համարվում է հիվանդացության հաշմանդամության թիվ 1 պատճառը։ Մի քանի թվեր ներկայացնեմ համաշխարհային տնտեսական ֆորումի այս հոդվածի հաշվարկներից։ Աշխարհում 322 միլիոն, մոտավորապես 322 միլիոն մարդ ունի դեպրեսիա ու համաշխարհային տնտեսության վրա դա կազմում է 1 տրիլիոն ԱՄՆ դոլարի կորուստ, այսինքն համաշխարհային տնտեսությունը տարեկան 1 տրիլիոն դոլարի չափով կորուստ է ունենում եւ դեպրեսիան համարվում է սուիցիդի պատճառներից ամենագլխավորը, սուիցիդի դիմաց կամ սուիցիդի փորձ կատարած անձանց 60%-ի մոտ առկա է տրամադրության խանգարում, իսկ դեպրեսիան տրամադրության խանգարումներից մեկն է։ Եվ դեպրեսիան քննարկելուց պետք է նաև հաշվի առնենք այսպես կոչված ռեզիստենտ դեպրեսիան, երբ ավանդական բուժման նկատմամբ հիվանդությունը կայունություն է ցուցաբերում։ Ռիսկի գործոնները դեռևս դեպրեսիայի պատճառները ամբողջությամբ պարզաբանված չեն եւ բազմաթիվ տեսություններ կան, դրանցից մեկը կենսաբանականն է, երբ նյարդային համակարգի կառույցներում կան կառույցների մոլեկուլյար մակարդակում կան խանգարումներ, որոնք կարելի է ամփոփել այսպես կոչված ֆիզիոլոգիական ռիսկի գործոնների շարքում եւ համաձայն հիվանդությունների Ամերիկյան հոգեբուժական ասոցիացիայի DSM-ի ամենակարևոր ռիսկի գործոններից է տեմպերամենտը կամ խառնվածքը եւ մարդիկ, ովքեր բացական հույզերին ավելի հակված են, նրանց մոտ դեպրեսիայի առաջացման ռիսկը ավելի բարձր է։ 2018 թվականին հրատարակված գենետիկ եւ ստատիստիկ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ գոյություն ունի 44 ռիսկային վարիանտ գեների, որոնք նախադրամադրում են դեպրեսիայի առաջացմանը եւ նաեւ պարզվել է, որ կա սեռային տարբերություն, այսինքն կանանց մոտ դեպրեսիան ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Համաշխարհային տնտեսական ֆորումը իր հոդվածում նաեւ առանձնացրել է փորձել է մեկնաբանել դեպրեսիայի առաջացման պատճառները ու փորձել է բարձր թե ինչ պատճառով է դեպրեսիայի աճ գրանցվում եւ մի քանի պատճառներ է առանձնացրել։ Առաջինը դա աշխատանքի եւ սոցիալական կյանքի բալանսի չարաշահումն է, որի արդյունքում մարդիկ ավելի շատ աշխատում են, քան վայելում են կյանքը, որն հանգեցնում է ստրեսի եւ դեպրեսիայի առաջացման։ Մյուս գործոնը սմարթֆոնների եւ պլանշետների կիրառման հետևանքով կապույտ լույսի ազդեցությանը շատ ենթարկվելն է, իսկ կապույտ լույսը հանգեցնում է նրան, որ քնի որակն է ընկնում, քունը դառնում է ավելի մակերեսային, էֆեկտիվությունն է կորում, որի հետևանքով մարդը չի հանգստանում ու ավելի հակված է դառնում դեպրեսիայի առաջացման։ Եվ երրորդ խումբ գործոնները, որոնք կարող են առանձնացնել դեպրեսիայի առաջացման գործում, դրանք սոցիալական գործոններն են, որի արդյունքում որոշակի սոցիալական խմբեր ավելի շատ են հակված դեպրեսիայի ռիսկին եւ դրանց են պատկանում ԼԳԲՏՔ-ի անձիկ, ազգային փոքրամասնությունները, մասնավորապես սևամորթների եւ լատինոների մոտ դեպրեսիան ավելի հաճախ է հանդիպում Ամերիկայի Միացյալ Նահանգներում,
Փախստականները եւ հաշմանդամություն ունեցող անձինք նույնպես հակված են դեպրեսիայի ավելի բարձր ռիսկով, քան ընդհանուր բնակչությունը։ LGBTQI անձանց մոտ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեպրեսիայի առաջացման ռիսկը 3 անգամ ավելի բարձր է, քան ընդհանուր պոպուլյացիայինը, եւ Ամերիկայում 2013 թվականին կատարված Youth Risk Behavioral Survey-ի միջոցով պարզվել է, որ LGBTQI անձանց մոտ դեպրեսիայի առաջացման ամենատարածված ռիսկի գործոնը բռնությունն է, ու հետեւյալ 5 բռնություններն շատն են արձանագրվել LGBTQI անձանց կողմից, ովքեր ունեն նաև դեպրեսիա։ Դրանք սպառնալիքներն են էլեկտրոնային մեդիայի եւ մեդիայի միջոցով եւ դպրոցում, բուլինգը, բուլինգի դասընթացը լսել եք, գիտեք թե ինչ է իրենց ներկայացնում բուլինգը, սեռական բռնությունը հանդիպման ժամանակ կամ դեյթի ժամանակ, ապա ֆիզիկական բռնությունը կրկին դեյթի ժամանակ կամ հանդիպման ժամանակ եւ ստիպողական սեռական հարաբերությունը։ Սրանք 5 ամենահաճախակի արձանագրված գործոններն են դեպրեսիա ունեցող LGBT անձանց մոտ։ LGBT անձանց մոտ դեպրեսիայի առաջացման պատճառներից են նաև հետևյալ 2 խումբ գործոնները՝ մերժումը ընտանիքի եւ ընկերների կողմից, coming out-ի հետ կապված խնդիրները, կայուն գեյ կամ լեսբի կամ բիսեքսուալ անհատականության ձևավորման դժվարությունները եւ ներքին գործոններից դա ինտերնալիզացված հոմոֆոբիան է եւ անհատականության ձևավորման խանգարումը կամ դժվարությունները։ Բավական շատ ստատիստիկ հետազոտություններ կան LGBT երիտասարդների մոտ դեպրեսիայի առաջացման պատճառների եւ տարածված գործոնների վերաբերյալ։ Դրանք միավն են, ձիահը, անտունությունը, բռնության ենթարկվելը, բայց ուզում եմ առանձնացնել մեկը, որը արձանագրվել է Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի կողմից 2013 թվականին։ Այն LGBT անձինք, ովքեր ենթարկվել են կոնվերսիոն թերապիայի, երկարաժամկետ կտրվածքով, անգլերեն կոչվում է longitudinal study, պարզվել է, որ կոնվերսիոն թերապիայի ենթարկված անձինք 5.9 անգամ ավելի բարձր ռիսկ ունեն դեպրեսիայի հաճախականության համար եւ 8.9 անգամ ավելի բարձր ռիսկ ունեն սուիցիդալության կամ սուիցիդալ մտքերի համար։ Սրանք բավականին լուրջ թվեր են ու սա խոսում է կոնվերսիոն թերապիայի բացական կողմերի մասին, բացի այդ պարզվել է, որ կոնվերսիոն թերապիան ոչ արդյունավետ է երկարաժամկետ կտրվածքով եւ դեպրեսիայի հաճախականությունն է բարձրացնում ու սուիցիդալ մտքերի հաճախականությունն է բարձրացնում, ընդ որում ռիսկը բավական նշանակալի է բարձրացնում։ Տրանսգենդեր անձինք նույնպես ունեն դեպրեսիայի առաջացման ռիսկ ու եթե համեմատենք LGBT անձանց հետ, տրանսգենդեր անձանց դեպքում առաջանում է նաև գենդերային դիսֆորիան, սեռի վերակազմավորման թերապիայի անհասանելիությունը եւ սոցիալական խնդիրները, ինչպիսիք են ֆինանսական անկախությունը կամ թաքնված կյանքով ապրելը։ Մասնավորապես վերջին 2 գործոնները բավականին տարածված են Հայաստանում, քանի որ Հայաստանի Հանրապետությունում սեռի փոփոխման վիրահատությունն է անհասանելի եւ նաեւ հասարակության նկատմամբ բացական վերաբերմունքը հանգեցնում է նրան, որ տրանսգենդեր անձինք թաքնված են։ Կարծում եմ բոլորդ գիտեք, լսել եք հակադեպրեսանտների մասին ու մինչև 2018 թվականը բժշկության մեջ ու բժշկական գիտության հանրության շրջանակներում բազմաթիվ բանավեճներ կային, թե արդյոք հակադեպրեսանտներն արդյունավետ են, թե ոչ։ Եվ 2018 թվականին փետրվար ամսին կարծեմ Ցիպրիանի եւ այլոց կողմից հրապարակված 7 տարվա մետաանալիզը այդ հարցի պատասխանը տվեց։ Հակադեպրեսանտներն աշխատում են։ Ու այս հետազոտությունը բավականին մեծ հետազոտություն է, համեմատել են 21 հակադեպրեսանտները պլացեբոյի հետ ու ցույց են տվել, որ բոլոր 21 հակադեպրեսանտները, որոնք ներկա կիրառվում են կլինիկայում, ավելի արդյունավետ են, քան պլացեբոն։
Ուստի հակադեպրեսանտներն աշխատում են եւ հակադեպրեսանտները մնում են դեպրեսիայի բուժման ոսկե ստանդարտը։ Բայց գիտությունը մի ուղղությամբ չի զարգանում ու այլընտրանքային թերապիաներ նույնպես փորձում է գտնել ու ամենահաջողված թերապիաներից կարելի է նշել փսիխեդելիկների հայտնագործումը եւ դրանց բերումը կլինիկա։ Մասնավորապես արդեն փսիխոդելիկներից կետամինը ունի կլինիկական կիրառություն եւ կլինիկայում կիրառվում է այսպես կոչված ռեզիստենտ դեպրեսիան բուժելու համար։ Եթե դեպրեսիան չի պատասխանում երկու տարբեր խմբերի հակադեպրեսանտներին, ապա կարող ենք խոսել ռեզիստենտ դեպրեսիայի մասին։ Ու առնվազն մեկ կլինիկան, որ ես գիտեմ, կա հիվանդանոցում, որ ես գիտեմ, կա կետամինային կլինիկա, որտեղ կատարում են կետամինային թերապիա։ Նաև երկու փսիխոդելիկ նույնպես կլինիկական փորձարկման մեջ են, մեկը սայլոսաբինն է կամ պսիլոսիբինը, որը կլինիկական փորձարկման փուլում է Լոնդոնում եւ նաեւ բժշկական մարիխուանայի կիրառությունն է բավականին տարածում գտնում, մասնավորապես տագնապը բուժելու համար։ 2018 թվականին հրապարակված հիվանդությունների միջազգային դասակարգումով նոր դիագնոստիկ կատեգորիա է ավելացել դեպրեսիայի տագնապով, այսինքն դեպրեսիան, որն ուղեկցվում է տագնապային խանգարման հետ։ Քանի որ կոմորբիդությունը, այսինքն իրար հետ հանդիպման հաճախականությունը դեպրեսիայի եւ տագնապի բավականին շատ է ու կարծում եմ, որ նույն մեխանիզմներն են տրամադրում անձանց մոտ դեպրեսիայի ու տագնապային խանգարումների առաջացումը։ Եվ ամենավերջում արդեն հստակորեն պարզավ, որ երբ որ հակադեպրեսանտային բուժումը ուղեկցվում է հոգեթերապիայով, կլինիկական էֆեկտիվությունը ավելի բարձր է լինում, այսինքն ոսկե ստանդարտ է նաև միշտ հակադեպրեսանտային բուժումը ուղեկցել հոգեթերապևտիկ բուժմամբ եւ 3 տեսակի հոգեթերապիա կա՝ վարքային թերապիա, կոգնիտիվ վարքային թերապիա եւ միջանձնային հոգեթերապիա։ Սրանցից կոգնիտիվ վարքային թերապիան համարվում է ոսկե ստանդարտը։ ԼԳԲ անձանց համար գեյ աֆիրմատիվ թերապիան, այսինքն թերապիա, որն օգնում է գեյ կամ լեսբի կամ բիսեքսուալ անհատականության ընդունումը, եւ տրանսգենդեր անձանց համար շատ կարեւոր է գենդերային դիսֆորիայի շտկումը։ Այսքանն էի ուզում ներկայացնել այսօր դեպրեսիայի վերաբերյալ։ Եթե դասընթացի ավարտից հետո հարցեր կունենաք, սիրով կարող եք դրանք գրել, կփորձեմ պատասխանել կամ եթե մեկնաբանություններ կունենաք, խնդրում եմ նշեք, սիրով կարձագանքեմ դրանց։